Դոկ կուսակցության լրատվականը գրում է. մենք պատրաստ ենք բացել որոշ փակագծեր կապված այն մարդկանց հետ, որոնց ժողովուրդը անվստահություն է հայտնել եւ ենթադրել է, որ մենք ինչ-որ բան թաքցրել ենք։ Փետրվարի 21-ի առավոտյան տեղեկացանք, որ Վարդան Ղուկասյանն առողջական խնդիրների պատճառով տեղափոխվել է հիվանդանոց։ Ինչպես կհիշեք, մենք հայտարարեցինք, որ տեղյակ ենք մամուլում տարածվող լուրերից եւ խոստացանք անհրաժեշտության դեպքում հանդես գալ հայտարարությամբ։ Քանի որ մեզ որոշակի ժամանակ էր հարկավոր լուրի իսկությունը ստուգելու համար, կապ հաստատեցինք ԱՄՆ-ում գտնվող այն անձանց հետ, ովքեր Վարդան Ղուկասյանի մտերիմներն են։ Նրանք հաստատեցին նորությունը, տեղեկացնելով, որ նրա վիճակը կայուն է։ Երբ հարցրինք, թե կարելի է զրուցել Վարդան Ղուկասյանի հետ, մեզ հստակ պատասխանեցին, որ նա գտնվում է բժիշկների հսկողության տակ, հեռախոս չունի, քանի որ նրան հանգիստ է անհրաժեշտ։ Այնուհետև մամուլում լուրեր տարածվեցին, թե իբր Վարդան Ղուկասյանը ծեծի է ենթարկվել։ Մենք կրկին կապ հաստատեցինք ճշտելու այս տեղեկության իսկությունը եւ մեզ վստահեցրին, որ այս օրերին շրջանառվող բոլոր նման լուրերը սուտ են։ Դրանից հետո մենք հրապարակայնորեն հերքեցինք այդ տեղեկությունը։ Հիշեցնենք նաեւ, որ այն անձը, որի էջը կոտրել էին եւ ում անունից տարածվել էր հայտարարություն, հետագայում պաշտոնապես հերքեց այդ լուրը։ Դրանից հետո սկսեցին տարածվել նոր լուրեր Վարդան Ղուկասյանի մահվան, նրան գողանալու եւ ամենավերջում նրա ձերբակալության մասին։ Մենք կրկին հերքեցինք այդ տեղեկությունները։ Փետրվարի 25-ի գիշերը, երբ մարդիկ սկսեցին հայտարարություններ անել ԱՄՆ դեսպանատուն գնալու վերաբերյալ, մենք կրկին կապ հաստատեցինք Վարդան Ղուկասյանի շրջապատի հետ։ Այս անգամ մենք պահանջեցինք անձամբ լսել նրա ձայնը կամ գոնե որևէ լուսանկար ստանալ, թեկուզ չհրապարակելու պայմանով, սակայն նրանք մերժեցին, ասելով. այդ մարդուն հանգիստ թողեք, նա առողջական խնդիրներ ունի եւ վերջ։ Մենք առանց վարանելու հայտարարեցինք, որ մարդիկ հավաքվեն ԱՄՆ դեսպանատան մոտ եւ Անուշ Խուդավերդյանը ուղևորվեց այնտեղ։ Նաեւ այդ օրը հայտարարեցինք, որ 6 օր շարունակ չենք ունեցել տեղեկություն։ Դրանից հետո մեզ հետ կապ հաստատեցին եւ տեղեկացրին իրականությունը, սակայն այդ պահի դրությամբ ողջ մեղադրանքը կենտրոնացել էր կուսակցության լրատվական ծառայության եւ անձամբ Անուշ Խուդավերդյանի վրա։ Հավելենք, որ փետրվարի 21-ի երեկոյան Անուշ Խուդավերդյանը հայտնել էր, որ զրուցել է Վարդան Ղուկասյանի հետ եւ նա իրեն լավ է զգում, սակայն իրականում նրան վստահեցրել էին, որ Վարդան Ղուկասյանը կայուն վիճակում է եւ հենց այդ տեղեկատվությունն էլ փոխանցել էր Անուշ Խուդավերդյանը։ Կրկնում ենք եւ կոչ ենք անում, խնդրում ենք որևէ վիրավորանք չգրել այդ մարդկանց հասցեին, քանի որ նրանք ունեցել են իրենց պատճառները։ Վարդան Ղուկասյանն է միական, ով իրավունք ունի քննադատելու նրանց։ Դրանից հետո սկսվեց ժողովրդի անվստահությունը մեր նկատմամբ, որը մի կողմից կարելի է ասել արդարացի էր, բայց մենք չէինք ցանկանում բարձրաձայնել այդ հարվածը։ Այն վիրավորանքները, սպառնալիքներն ու քննադատությունը, որոնք հնչեցին մեր հասցեին, մենք լուր հետևեցինք։ Մեզ հաջողվեց վերջապես կապ հաստատել Վարդան Ղուկասյանի հետ եւ մենք նրան կարճ ներկայացրինք իրավիճակը, բայց ոչ ամբողջությամբ, որպեսզի չշեղենք նրան իր դեմ հարուցված քրեական գործից։ Վարդան Ղուկասյանը մեզ ասաց, որ հայտարարենք, որ նա պատրաստ է գալ մի եթերում եւ պատասխանել բոլոր հարցերին։ Իսկ ինչ վերաբերում է Անուշ Խուդավերդյանի լռելուն, ապա դա հենց Վարդան Ղուկասյանի հրահանգն է եղել, որ չխոսի, քանի որ դեռ շատ պարզաբանումներ պետք է տան ու շատ մարդիկ։ Սակայն ժողովրդի անվստահությունը մեր հանդեպ օրորի աճում էր։ Այդ ժամանակ բլոգերները սկսեցին քննադատել մեզ։ Իհարկե պետք է անկեղծորեն նշենք, որ քննադատություններն իրենց տեսանկյունից արդարացի էին, բայց մեր տեսանկյունից ոչ։ Մենք հիմա ոչ ոքի չենք մեղադրում այս ամենի համար, թե ովքեր մեզ քննադատել են, թե ովքեր անվստահություն էին հայտնել։ Այդ իսկ պատճառով մենք որոշեցինք հայտնել որոշ մանրամասներ, թե ինչ է եղել իրականում։ Մնացած մանրամասները երևում է պետք է թողնենք Վարդան Ղուկասյանին, բայց հավատացեք, որ այն բացատրությունները, որոնք դարձել են քննադատությունների պատճառ, մենք բոլոր պատասխաններն ունենք եւ պատրաստ ենք դրանք ներկայացնելու ձեզ հետագայում։ Մինչ այժմ մենք մշտական կապի մեջ ենք Վարդան Ղուկասյանի հետ եւ անհրաժեշտության դեպքում մենք կտեղեկացնենք նրա ուղերձները։